պետք է ջարդեն փշրե ուրիշ ելք չկա իրենք լավ գիտեին Կարպատներն էլ վերջ տեղեր գնում հա ու խաղը սկսեցին այդ տվեցին ջարդեցին Մարկարովին տվեցին գցեցին ես արդեն բանից դուրս եկա գիտեի իրավունք չունեմ ռեպորտաժում ասեմ որ խաղը անցել է ոչ սպորտային պայքարում բայց գրել եմ այդ պահել էի հետ ու վերացրել եմ միջև վերջին ժամանակներս պահել եմ գրել է ռադիոկոմտաժ պետք է հաղորդեի սուր մեկնաբանություն չպետք է տայեք էլի տենց բաներ չպետք է չպետք է այդպիսի բաներ ասեիք ռեպորտաժը ես գրել էի որ ավելորդ բաներ չասեմ բայց պետք է ասեմ ճշմարտությունը որ մարդիկ ինֆարկտ չստանան որտեղ ամեն ինչ անում էին մրցավարներով բանով որ Արարատը չեմպիոն չդառնա ամենաբարձր մակարդակով ու այդպես ռեպորտաժ սկսեցի ասել հենց սկզբից ուզում եմ ասել որ հանդիպման առաջին րոպեները անցան ոչ սպորտային պայքարում արդեն 5-րդ րոպեին Էդվարդ Մարկարովին գետնին տապալեցին կրքերը բորբոքվեցին դեռ էլ սահմանապահ զորքերն էին Կարպատներն էլ Լվովն էլ արիմության Ուկրաինայա իրենք էլ խնդիր ունեն արևելյան Ուկրաինայի հետ էլի քաղաքականություն էր հասկանում եք ու այդպես ես գիտեի որ ինձ կենտկոմ են կանչելու ու եկա թե չէ կենտկոմից մեքենան եկավ հետևիցս գլավլիտը եկավ հա այն ժամանակ էլ Կարլեն Դալակյանը բաներ կենտկոմում ագիտացիայի պրոպագանդայի մանր վարիչներ պետն էր այսպես ասեմ հա ու շատ գրագետ ազնվորություն էր նա կենտկոմ հասել էր իր գրագիտությամբ բոլորի այդ ելույթները բանը ինքն էր գրում հետո ինքն էլ որ գնացի ինձ ընդունեց դե ագիտացիայի պրոպագանդայի բանն է սպորտը հենց սկզբից ես հասկացա որ ինքը իմ երկրպագուն է իմ համակիրն է բայց ինձ ասեց Սուրեն դու երեք չափ անցել ես չես պատկերացնում ինչքան մարդիկ են զանգել բողոքում են թե ինչքան մենք պետք է մանի Սովետի Ռուսաստանի գաղութը մնանք նույնիսկ չեն ուզում որ մենք չեմպիոն դառնանք սպորտը ինչի են այսպիսի արգելք հանդիսանում իսկ մեկնաբանը միլիոնավոր մարդիկ լսում են դե ժամանակ էլ ռադիոյով էր այդ դրսից ռեպորտաժները միլիոնավոր մարդիկ են քեզ լսում ու դու պատկերացնում ես կարող է ժողովուրդը փողոց դուրս գա կարող է ու նման դեպքեր եղել են ու կարող է հեղաշրջում լինի մենք պետքա զգուշ լինեք այսինքն ձեր ասում են պետքա զգուշ լինեք եւ չբորբոքեք ոչ միայն ես մտածում եմ որ ինձ կզրկեն որևէ մեկին չէին ներում ուղղակի ես արդեն շատ մեծ հեղինակություն ունեի ես ինձ իրավունք էի պահել ես գիտեի որ ինձ զրկելու եմ բայց ինչքան ժամանակով դա չգիտեի ու այդպես ես զգացի որ ինքը համակրում է ինձ ասեց Սուրեն մենք հետևում ենք քո հաղորդումներին գիտենք որ քաղաքականապես գրագետ ես մենք քեզ վստահում ենք վերջերս Թիֆլիսից քո ռեպորտաժներն եք լսել այնպես որ նման դեպքերում դու պետք է զգուշ լինես որովհետև քո մի խոսքը կարող է շատ վատ հետևանքներ ունենա հետո ես էլ հասկացա որ իրոք դա այդպես է հա բայց ես մյուս կողմից էլ փրկեցի շատ մարդկանց որոնք կարող էին ինֆարկտ ստանալ ես որ հետո ռեպորտաժում ասել էի ջարդել եմ փշրել եմ մեկը մյուսը ու բանը երկրպագուները շատ հանգիստ են ընդունել Արարատի պարտությունը